Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել։ Քաղաքացիները երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք, որի դիմաց անցած տարվանից հակակառավարական ցույցեր են տեղի ունենում։ Երթին մասնակցել են ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև ցույցերի ընթացքում բանտարկված քաղաքացիների հարազատներ։ Մեկ տարի առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր մինչև 2028 թվականի վերջը Եվրամիությանը երկրի անդամակցության հարցով բանակցություններն օրակարգից հանելու մասին։ Դրան հետևել էին բողոքի ցույցերը։ Այս տարվա նոյեմբերին Եվրահանձնաժողովը զեկույց է ընդունել, որի համաձայն Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը 2024 թվականից փաստացի դադարեցված է։ Ըստ փաստաթղթի Հանրապետությունում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իշխանությունը ճնշում է քաղաքասարակությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ ընդդիմության առաջնորդներին։ Չի բացառվում, որ Եվրամիությունը մինչև տարեվերջ կարող է մասնակի դադարեցնել Վրաստանի քաղաքացիների համար մուտքի առանց վիզայի ռեժիմը Վրաստանի կառավարության նկատմամբ ճնշումը մեծացնելու համար։ Միացյալ Նահանգների դեսպանի պահանջներին հետևելը կնշանակեր Վրաստանը զոհաբերել հանուն պատերազմի, Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ այդ հարցը քննարկել է նաև ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Ջեյմս Օբրայենի հետ նախորդ տարի նրա Վրաստան կատարած այցի ժամանակ։ Ոչ այդ հանդիպման ժամանակ, ոչ էլ հետագայում ես այդպես էլ որևէ համոզիչ բացատրություն չլսեցի, թե ինչ իրավունքով կարելի է առանց անվտանգության երաշխիքների տրամադրման Վրաստանից պահանջել գնալ Ռուսաստանի հետ ռազմական դիմակայության ռիսկի։ Պապուաշվիլու խոսքով նույնը վերաբերում է նաև շատ եվրոպացի քաղաքական գործիչների, որոնք իրենց համարձակ են զգում ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Խորհրդարանի խոսնակը նշել է, որ եթե Ուկրաինայում պատերազմը սկսվելու պահին Վրաստանի կառավարության կաբինետներում նստած լինեին օտարերկրացիներին գտնողներ, ապա այսօր նրանց գերխնդիրը կլիներ Վրաստանը փլատակներից հանելը։ Ավելի վաղ Պապուաշվիլին անդրադարձել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրի Երմակի պաշտոնաթողությանը։ Նրա խոսքով Ուկրաինան կորցրել է ինքնիշխանությունը, իսկ արտաքին ուժերը ազգային հակակոռուպցիոն բյուրոյի միջոցով վերահսկում են երկրի ղեկավարությանը։ Իսրայելը մտածածին պատրվակներով խախտում է հրադադարը Գազայում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով, չնայած Իսրայելի սադրանքներին, Համասը համբերություն է ցուցաբերում հրադադարի պահպանման հարցում։ Էրդողանը նշել է, որ 2 տարվա ընթացքում իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը պարզապես հետևել է Գազայի ցեղասպանությանը։ Իսրայելի ղեկին կանգնած է մի մարդ, որը ոչ մի ընդհանուր բան չունի բարոյականության հետ։ Գազայում իրականացվել է զանգվածային ոչնչացման գիտակցված եւ կանխամտածված քաղաքականություն։ Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ Գազայում դպրոցների 80%-ը դարձել է իսրայելական զինված ուժերի թիրախ, ավելի քան 785,000 աշակերտ զրկվել է կրթության իրավունքից։ Էրդողանը նաև վերահաստատել է Թուրքիայի հավատարմությունը հակամարտության կարգավորմանը երկու պետության սկզբունքով, անկախ Պաղեստինյան պետության ստեղծմամբ։ 4 տարվա պատերազմից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան ավելի քան երբևէ պատրաստ են խաղաղության, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։ Ֆիդանի խոսքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշակի պայմաններում պատրաստ է դիտարկել հրադադարի եւ համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման տարբերակը։ Այդ դիրքորոշումը հասցվել է ուկրաինական կողմին եւ Թուրքիան մասնակցում է դրա իրականացմանը, հավելել է Ֆիդանը։ Նրա խոսքով քննարկվող համաձայնագիրը կարևոր է ոչ միայն Ուկրաինայում հակամարտության դադարեցման, այլև Եվրոպայում կայունության համար։ Ըստ Ֆիդանի, Թուրքիան ակնկալում է, որ Եվրոպան կունենա քաղաքական կամք դիտարկելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը։ Նա նշել է, որ Անկարան ցանկանում է դառնալ միության անդամ եւ արագացնել այդ ուղղությամբ քննարկումները։ Ֆիդանը հավելել է, որ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը եւ քննադատությունը սուբյեկտիվ բնույթ են կրում, մինչդեռ Եվրամիությանը անդամակցելու գործընթացն օբյեկտիվ է։ Թուրքիայի արտգործնախարարը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպել է նաև արտգործնախարար Յոհաննես Վադեֆուլի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը։ Համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանն ընդգծել է, որ Գերմանիան շարունակում է մնալ Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերը Եվրոպայում։ Վադեֆուլն էլ նշել է, որ Բեռլինն Անկարայի հուսալի գործընկերը կլինի, եթե վերջին
վերջինս շարունակի շարժվել դեպի Եվրամիություն։ Ozgur Ozելը 4-րդ անգամ անընդմեջ վերընտրվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ։ Անկարայում կուսակցության 39-րդ հերթական համագումարում տեղի ունեցած քվեարկության արդյունքում 1357 պատվիրակից նրա օգտին է քվեարկել 1333-ը։ Օզելը միակ գործիչն է, որը 4-րդ անգամ անընդմեջ կղեկավարի կուսակցությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանին։ Քննարկվել է երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, ներառյալ համատեղ ազատ տնտեսական գոտիների ստեղծումը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Գազայի հատվածում եւ Սիրիայում տիրող իրավիճակին։ Արաղչին հայտարարել է, որ շուտով Վանում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսությունը, որը բացի հյուպատոսական ծառայություններ մատուցելուց, կարևոր դեր կխաղա սահմանամերձ նահանգների համագործակցության ընդլայնման գործում։ Ֆիդանը հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Վերջինս ընդգծել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը, ինչպես նաև ներկայիս զգայուն պայմաններում համագործակցության անհրաժեշտությունը։ Փեզեշքյանի խոսքով Իրանն ու Թուրքիան եղբայրական երկրներ են։ Ֆիդանին ընդունել են նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Միացյալ Նահանգներն իր պահվածքով դարձել է միջազգային խաղաղության եւ կայունության ամենամեծ սպառնալիքը։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը, մատնանշելով Վաշինգտոնի գործողությունները Վենեսուելայի դեմ, ինչպես նաև աջակցությունը Իսրայելին Գազայի հատվածում։ Նա հավելել է, որ ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս սպառնալիքներ են հնչեցրել նաև Կուբայի, Նիկարագուայի եւ նույնիսկ Բրազիլիայի ու Մեքսիկայի հասցեին։ Բաղային ԱՄՆ-ին մեղադրել է նաև միջուկային զենքի չտարածման սկզբունքի համար մարտահրավեր ներկայացնելու եւ երկակի ստանդարտներ կիրառելու համար, հատկապես Իսրայելի դեպքում։ Պաշտոնյան նշել է, որ Վաշինգտոնը պաշտպանում է Իսրայելի իր խոսքով ցեղասպան եւ ագրեսիվ ռեժիմին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը EU Today-ին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում հաղորդուղիների ապաշրջափակմանը։ Նրա խոսքով նոր երթուղին կդառնա Չինաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջև միջին միջանցքի մաս եւ կփոխակերպի Եվրասիայի տրանսպորտային լանդշաֆտը։ Հաջիևի խոսքով Ադրբեջանն իրեն տեսնում է որպես առանցքային դերակատար այդ գործընթացում։ Ադրբեջանի նախագահի օգնականը հավելել է, որ Բաքուն կցանկանար Եվրամիությանը տեսնել որպես այդ նոր տրանսպորտային հաղորդակցության մաս, այդ թվում Global Gateway նախաձեռնության շրջանակներում։ Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է, իսկ հակամարտությունը սպառված։ Այժմ խաղաղությունը պետք է ամրապնդել եւ դարձնել երկարաժամկետ։ Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի խոցումից հետո։ Հաջիևը նշել է, որ Բաքվի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում Իլհամ Ալիևի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով Ադրբեջանը Մոսկվայից ակնկալում է 4 քայլ՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկում եւ փոխհատուցում։ Հաջիևի խոսքով հենց այդ հարցերը լուծվեն, թյուրըմբռնման էջը կփակվի եւ երկու երկրի միջև բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն։ Ռուս-ուկրաինական հակամարտությանն անդրադառնալով Հաջիևն ընդգծել է Ադրբեջանը չի ներքաշվի ռազմական գործողությունների մեջ։ Միևնույն ժամանակ 2022 թվականից ի վեր Բաքուն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 40 միլիոն դոլարի օգնություն։ Նա նաև հիշեցրել է, որ չնայած Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումներին, Բաքուն խորհրդանշական ծավալով գազ է մատակարարել Կիևին։ Հաջիևն անդրադարձել է նաև Եվրոպայի հետ էներգետիկ համագործակցությանը։ 2024 թվականին հարավային գազային միջանցքով Եվրամիությունը ներմուծել է 11,7 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է այդ ծավալը հասցնել 16 միլիարդ խորանարդ մետրի, եթե ենթակառուցվածքները եւ պայմանագրերը դա թույլ տան։ ԵԱՀԿ քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Մինսկի գործընթացի ավարտի եւ դրան առնչվող կառույցների փակման մասին, համաձայն նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման։ Նշվում է, որ որոշումը կայացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։
Այս գործընթացով կյանքի կոչվեց ԵԱՀԿ բոլոր 57 պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո։ Վերջին շաբաթներին ադրբեջանական բեռնատարները Վրաստանում խնդիրների են բախվում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների սկզբում ձգձգումները ներկայացվել են որպես տեխնիկական խնդիրներ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ խնդիրը միայն բյուրոկրատական գործընթացներով չի պայմանավորված։ Նշվում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունը ձգձգվում է շաբաթներ, իսկ պարզաբանումներ ստանալու փորձերը հանդիպում են վրացական մաքսային ծառայության աշխատակիցների խուսափողական, երբեմն կոպիտ արձագանքի։ Որոշ ադրբեջանցի վարորդներ ավելի քան 3 շաբաթ սպասում են Թբիլիսիի մաքսատանը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների սկզբնական շրջանում խնդիրը վերաբերել է առանձին բեռնատարների, սակայն այժմ այն զանգվածային բնույթ է ստացել։ Վրաստանը դեռ որևէ բացատրություն չի տվել ուշացումների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը տեղի ունեցողը պայմանավորում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ վերջին ամիսների զարգացումներով և վրացական կողմում առկա մտահոգությամբ, որ երկիրը կարող է կորցնել իր մենաշնորհային դիրքը տրանզիտային ոլորտում։ Հատկանշական է, որ վերջերս Վրաստանում հայկական բեռնատարները ևս բախվել էին նմանատիպ խնդիրների։ Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի իշխանության բռնազավթմանն ուղղված գործողություններ կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ հոդվածով։ Նա կալանավորվել է 2 ամիս 15 օր ժամկետով։ Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Քերիմլիի տանը։ Լրատվամիջոցները գրել են, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ հետաքննություն իրականացվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։